Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք միանգամից երկու շատ համեղ տոնական աղցան։ Երկու աղցաններ պատրաստվում են մսով, առաջին աղցանի մեջ կօգտագործենք խաշած տավարի միս, իսկ երկրորդի մեջ հավի կրծքամիս։ 250-ից 300 գրամ խաշած տավարի միսը երկու պատառաքաղների օգնությամբ այսպես բաժանում ենք մանրաթելերի։ Մանր խոհանարդների ենք բաժանում 3-ից 4 հատ միջին չափի մարինացված վարունգ։ Եթե ձեռքի տակ մարինացված վարունգ չկա, կարող եք օգտագործել նույն չափ թթու դրած վարունգ։ Աղցաններ պատրաստելիս ամենաերկար ժամանակը պահանջվում է միսը խաշելու համար, հատկապես եթե աղցանները պատրաստվում են տավարի մսով։ Այդ պատճառով ամանորին միշտ թարմ աղցաններ ունենալու համար ես միսը խաշում եմ նախապես և դնում եմ սառցախցիկ։ Տավարի և հավի միսը խաշելուց հետո բաժին-բաժին դնում եմ սառցախցիկի համար նախատեսված տոպրակների մեջ, վրան լցնում եմ մարգանակը և սառեցնում եմ։ Անհրաժեշտության դեպքում միսը հանում եմ սառցախցիկից և տաքացնում եմ հենց իր արգանակի մեջ, և միսը կարծես թե նոր եփված լինի, ոչ մի տարբերություն։ Այդպես կխնայեք ձեր ժամանակը և սեղանին կունենաք թարմ աղցաններ։ Մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ, այնուհետև մսի և վարունգի հետ միասին լցնում ենք աղցանամանի մեջ, կավելացնենք նաև 300 գրամ պահածոյացված կանաչ ոլոր։ Այս աղցանի մեջ շատ համեմունքներ ավելացնելու անհրաժեշտություն չկա, կավելացնենք մի փոքր աղ, որպեսզի համերը իրար հետ խոսեն, մի փոքր սև պղպեղ և 2 ճաշի գդալ թթվասեր և մի լավ կխառնենք։ Հաջորդ աղցանի համար մանրաթելերի ենք բաժանում թուլաղաջրի մեջ եփված 300 գրամ հավի կրծքամիս։ Աղցանին թարմություն հաղորդելու համար մանր խոհանարդների ենք բաժանում 1 միջին չափի վարունգ և քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 1 գազար։ Թանկագիններս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, չմոռանաք բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ ճաշատեսակների, նրբահամ թխվածքների և բազմաթիվ աղցանների բաղադրատոմսեր։ Մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ, կմարացնենք նաև 50 գրամ ընկույզ։ Բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ և աղցանը համեմում ենք աղով և մի փոքր սև պղպեղով, կավելացնենք նաև ընդամենը 2 ճաշի գդալ մայոնեզ։ Չենք մոռանում նաև 1 ատամիկ սխտորի մասին, այս ամենը մի լավ խառնում ենք և աղցանը մատուցում ենք։ Այսօր էլ մսով պատրաստվող այսպիսի երկու հրաշալի աղցանների տոնական բաղադրատոմսեր։ Դե ինչ թանկագիններս, դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։